Սա ունիվերսալ սոուս է, որը կարող եք օգտագործել տարբեր ուտեստներ պատրաստելիս։ Այն պատրաստվում է մի քանի րոպեում եւ շատ համեղ է։ Եկեք սկսենք պատրաստել այն։ Բլենդերի մեջ լցնում ենք նախորոք լավ լվացված, մաքրած եւ կտրատած կարմիր պղպեղ։ Ավելացնում ենք լոլիկ, չիլի պղպեղ, սխտոր, կտրատած մաղադանոց, համեմում ենք աղով, ավելացնում շաքարավազ եւ քացախ։ Ամբողջը մի լավ խառնում ենք բլենդերի օգնությամբ, ստանալով համասեր զանգված։ Այն լցնում ենք կաթսայի կամ թավայի մեջ եւ միջին կրակի վրա եփում 15 րոպե։ Ընթացքում կարող եք պարբերաբար խառնել այն։ Վերջ մեր սոուսը պատրաստ է։ Սառելուց հետո այն կարող եք լցնել ապակե տարայի մեջ եւ պահել սառնարանում 7-ից 10 օր։ Այն կարող եք օգտագործել պիցցա կամ այլ ուտեստներ պատրաստելիս։ Իդեպ, չափաբաժինները կթողնեմ նկարագրության բաժնում։ Դե ինչ, քանի դեռ կարմիր պղպեղի սեզոնն է, առաջարկում եմ անպայման պատրաստել այս ունիվերսալ սոուսը։ Նաեւ չմոռանաք միանալ ինձ նման պարզ եւ համեղ բաղադրատոմսեր գտնելու համար։ Պատրաստեք եւ վայելեք այն, բարի ախորժակ։